Գյուլագարակի համայնքապետի տեղակալ ՔՊԱ-կան Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023 թվականի հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Դատալեքսից տեղեկացանք, որ Մարիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա 2023 թվականի հունիսի 4-ին ժամը 17-ի սահմաններում գտնվելով ոչ սթափ վիճակում ընկերների Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մարատ Սուքասյանի հետ Դենդրոպարկ կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայություն իրականացնող ՀՀ-ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության բարեկների կողմից իրականացվող աշխատանքներին, հնչեցրել են սպառնալիքներ եւ նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի։ Գործը դատաքննության փուլում է։ Մեկ այլ քրեական գործով է Մարիկյանն անցել, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք եւ գտնվելով ոչ սթափ վիճակում մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք եւ պատիժ է նշանակվել տուգանք 340,000 ՀՀ դրամի չափով։ Սակայն բոլոր ԿՊԱ-կանները չէ որ պատժվում են նմանատիպ արարքների համար։ Ամիսներ առաջ Արմավիրի Խորի համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել եւ ազատ արձակվել։ Պարեկին ծեծելու դեպք է եղել նաեւ Շիրակի մարզում։ Այս աղմկոտ պատմության հերոսն էլ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի խորհրդական Գոր Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից։ Նա 2017-ին եւս մեկ քրգործով հայտնվել էր դատարանում մեղադրյալի աթոռին։ Ուստի այս անգամ նրան մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով խուլիգանության եւ 452-րդ պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար։ Օրերս մի լուր էին գրել, որ հրահանգ է իջել արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները։ Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, որը ինչպես հայտնի է նախկին եւ ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։ Այս որոշումը ըստ լուրերի պայմանավորված է նախընտրական ճնշումներով ու ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ։ Ըստ ամենայնի նախապես կազմել են սցենարը ընտրել զոհերին, որոնց մի մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք։ Արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշեց արցախցիներին տրված հայկական անձնագրերը փոխել, քանի որ դրանք տրամադրվել էին 070 կոդով։ 23-ից հետո շարունակ կոչ էին անում փոխել անձնագրերը, իսկ հիմա խոչընդոտում են նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, էլեկտրոնային հերթագրումը խափանելով, դիմումներին ամիսներով ընթացք չտալով։ Դիցուկ մեզ ասացին, որ կան մարդիկ, որ անցած տարվա նոյեմբերի վերջերին դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։ Իհարկե, պատկանգերադեսությունից վերջերս վստահեցրին, որ նման բան չկա, սակայն արցախցիների հաշվարկներով այսօրվա դրությամբ առնվազն 19,000 մարդ դիմել է քաղաքացիության հարցով ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ հայտնվել։ Արցախցիները կասկածներ ունեն, որ իշխանությունները հասկացել են, նրանք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են նրանց փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։ Ըստ ՆԳՆ-ի 2026 թվականի դրությամբ մոտ 30,000 արցախցի ՀՀ քաղաքացի է դարձել, որից 9,000-ը երեխա։